Անցյալ տարի Երևանում տրանսպորտային 1182 պատահարի հետևանքով զոհվել է 61 ու վնասվածքներ ստացել 1495 մարդ։ 2012-ի համեմատ մահվան ելքով պատահարները նվազել են 2-ով, իսկ վիրավորների թիվը ավելացել է 189-ով։ Երևանի ճանապարհային ոստիկանության պետը կարծում է, որ տվյալները այլ կլինեին, եթե վարորդները ավելի զգոն լինեին։ Վթարների մեծ մասը հենց նրանց մեղքով է։ Անցած ուրբաթ օրը ամսի 24-ին մենք իրականացրեցինք ուժեղացված ծառայություն կոնկրետ ոչ ստավ վիճակում տրանսպորտային միջոցներ վարող քաղաքացիների նկատմամբ ժամը 20:00-ից մինչև 24:00 Երևան քաղաքում հայտնաբերել ենք 24 ոչ ստավ վիճակում տրանսպորտային միջոց վարող վարորդներ, որոնց վարորդները ենթարկվել են նվազագույն աշխատավարձի 100-պատիկի չափով, այսինքն 100-ից 150 հազար դրամ տուգանքի։ Կառավարության 2009-ի որոշման արդյունքում 5 տարում ճանապարհատրանսպորտային պատահարները պետք է նվազեին 10-ից 15%-ով։ 2011-ի պատահարների աճը Արսեն Աշակյանը կապում է պարտադիր ապահովագրության հետ։ Վերացել է 2 վարորդով պայմանավորվելու սովորությունը։ Պատահարի դեպքում գրեթե միշտ արձանագրություն է կազմվում։ Եթե նախկինում քաղաքացիները կարող էին մեկը մյուսի հետ բարիշել, փողոցում պայմանավորվել եւ հեռանալ դեպքի վայրից, այս դեպքում մենք բոլորս ականատես ենք լինում բոլոր պատահարների հաշվառում։ Այս ամիս Երևանում տեղի ունեցել տրանսպորտային 52 պատահար, զոհվել է 3 եւ վիրավորվել 62 մարդ։ Անցյալ տարի պակասել է նաև անչափահասների կողմից կատարված հանցագործությունները 2012-ի համեմատ 4-ով։ Քրեական հետախուզության 3-րդ վարչության պետի տեղակալը փաստում է, դպրոցում ու առավել եւս տանը պետք է հետևեն երեխաների վարքագծին։ Նախաձեռնած աշխատանքների արդյունքում անցյալ տարի անչափահասի կողմից սպանության դեպքերը նվազել են 1-ով, խարդախություններինը 4-ով, իսկ ապօրինի զենք կրելունը 3-ով։ Հանցագործության կատարմանը կարող է նպաստել եւ շրջապատը, եւ ծնողների անուշադրություն։ Այստեղ ես կուզենամ շեշտը դնեմ առանձնակի ծնողների անուշադրության իրենց երեխաների նկատմամբ։ Հանցագործությունների եռյակում երկրորդ տեղում Արագածոտն է, երրորդում Արմավիրը։ Ամենաշատ հանցագործությունները գրանցվել են Երևանում։ Պատճառը ըստ Վարդանյանի մայրաքաղաքի խիտ բնակեցումն է, նաև մարզերի բնակիչներով։ Սպարտակ Գրիշյան, Նարեկ Եղիազարյան, ժամը լրատվական։